Հայկական ազգային խոհանոցից այսօր միասին պատրաստում ենք հաճարի ձավարով, սնկով, հավի կրծքամսով շատ համեղ անմահական փլավ։ Այս ճաշատեսակը համարվում է ազգային խոհանոցի գլխավոր այցեքարտերից մեկը, ինչպես խաշը, խաշլաման, խորովածը կամ հարիսան։ Պատրաստվում է ընդամենը 3 հիմնական բաղադրիչով, համը ստացվում է անկրկնելի։ Ցանկացած տոնական սեղան անհնար է պատկերացնել առանց այս ուտեստի, որը միասին կպատրաստենք։ Պատրաստման համար մեզ անհրաժեշտ է 1 բաժակ հաճարի ձավար, 400 գրամ սունկ, նույնչափ հավի կրծքամիս, 1 գլուխ սոխ, աղ, սև պղպեղ և յուղ։ Նախ մարացնում ենք շամպինյոնը, խորանարդների ենք բաժանում հավի կրծքամիսը։ Սունկը և հավի կրծքամիսը նախապես պետք է լվանալ և չորացնել, որպեսզի ավելորդ խոնավություն չլինի։ Հավի կրծքամսի փոխարեն կարելի է վերցնել գառան միս, հորթի միս կամ անյուղ խոզի միս, բոլոր տարբերակներով էլ հիանալի է ստացվում։ Մարացնում ենք 1 մեծ գլուխ սոխ։ Այս բաղադրատոմսի մեջ որքան սոխը, սունկը և միսը առատ է լինում, այնքան փլավը ավելի համեղ է ստացվում։ Հաճարի ձավարը, միսը և սունկը վերցնում ենք մեկը մեկին հարաբերությամբ։ Մի քանի անգամ լվանում ենք հատիկեղենը, մինչև ջուրը դառնա թափանցիկ, նախընտրելի է վերցնել ամբողջահատիկ հաճարի ձավար։ Տապակի մեջ դնում ենք կես ճաշի գթալ յուղ, ավելացնում ենք խորանարդների բաժանած հավի կրծքամիսը, տապակում ենք 10-ից 15 րոպե։ Ընթացքում համեմունքներ չենք օգտագործում, դրանք կավելացնենք ամենավերջում, որպեսզի տապակվելու ընթացքում միսը չչորանա։ Այս ճաշատեսակը կարելի է պատրաստել ինչպես յուղով, այնպես էլ կարագով։ Պահքի ընթացքում կարելի է բացառել միսը, պատրաստել բուսայուղով և կստացվի շատ համեղ պահքային փլավ։ Չենք մոռանում մի քանի անգամ խառնել, որպեսզի միսը համաչափ եփվի։ Ըստ ցանկության կարելի է օգտագործել 1 միջին չափի գազար, սակայն ի նկատի ունեցեք, որ գազարը փլավին քաղցրություն է հաղորդում, և ավանդական բաղադրատոմսի մեջ գազար չկա։ Միսը արդեն բավականաչափ տապակվել է, ավելացնում ենք սունկը և միասին տապակում ենք ևս 5-ից 7 րոպե, մինչև սունկը ստանա գեղեցիկ ոսկեզօծ երանգ։ Չեք պատկերացնի, թե ինչ անմահական բույր է տարածվել իմ խոհանոցում, խորհուրդ եմ տալիս պատրաստել և զգալ հայկական խոհանոցի իրական համը։ Ավելացնում ենք համեմունքները, կօգտագործենք մի փոքր աղ և սև պղպեղ։ Եթե աղ ավելացնենք սկզբում, սունկը բավականին հյութ կարձակի և ոչ թե կտապակվի, այլ կշոգեխաշվի սեփական հյութի մեջ։ Սունկը ևս պատրաստ է, ավելացնում ենք սոխը, տապակում ենք ևս 2-ից 3 րոպե և անջատում ենք կրակը։ Եթե սոխի մեծ սիրահար չեք, ինչևէ կարելի է պատրաստել առանց սոխի։ Առանձին տապակի մեջ կպատրաստենք նաև հաճարի փլավը և կմիացնենք բաղադրիչները։ Կախված հաճարի որակից կարող է օգտագործվել 2,5-ից 3 բաժակ եղման ջուր։ Յուղի մեջ 1-2 րոպե բովում ենք հաճարի ձավարը, որպեսզի փլավը ստացվի հատիկ-հատիկ։ Ավելացնում ենք եղման ջուրը, համեմում ենք աղով, եփում ենք մինչև պատրաստ լինելը։ Երբ ջուրը գրեթե քաշվել է, ավելացնում ենք սունկը հավի կրծքամսի հետ միասին, եփում ենք ցածր կրակի վրա ևս 1-2 րոպե, այնուհետև մատուցում ենք։ Կրակը անջատելուց հետո փլավը թողեք հանգստանա առնվազն 5 րոպե, այդպես այն ավելի համեղ է ստացվում։ Մատուցում ենք հաճարի ձավարով, սնկով և հավի կրծքամսով պատրաստված փլավը և անուշ ենք անում, շատ համեղ է ստացվել, բարի ախորժակ։ Այսօր էլ հայկական ազգային խոհանոցից նման համեղ ճաշատեսակ պատրաստեք և վայելեք, առայժմ։